Բարի լույս։ Գիտեք, սիրելիներ, երբեմն մարդը քրիստոնեությունը ընդունում է մտածելով, որ ահա ուր որը ինքը կլինի աշխարհի ամենահարուստ մարդը, ամենախաղաղ մարդը, ամենահանգիստը, որևէ փորձանք եւ փորձություն իր կյանքում այլևս չպետք է լինի։ Թերևս կան նաև ուղղություններ, որոնք կամա թե ագամա, չգիտեմ, մտածված թե անմտածված, մարդուն տանում են դրան, ասելով, որ ահա եւ դու ապաշխարեցիր եւ քո կյանքում ամեն ինչ այլևս հրաշալի պետք է լինի։ Քրիստոնեությունը այդպիսի ուսմունք չէ։ Այն մարդը, ով ստանձնում է Քրիստոսին հետևել, նա ստանձնում է լինել Քրիստոսի զինվորը։ Իսկ եթե մարդը կոչվում է զինվոր, նշանակում է, թե ինքը զինվորագրվել է որևէ տեղ պատերազմելու, ճակատամարտ տալու։ Մեր պատերազմն ու ճակատամարտը հոգևոր դաշտում է, փորձությունների, սատանայի խաբկանքների եւ նրա հարձակումների դեմ։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին ուղղված իր երկրորդ նամակում այդպիսի հորդոր է տալիս Տիմոթեոսին։ Ընթերցեմ ձեզ համար։ Ինձ նման հանձնար չարչարվել որպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր։ Ոչ ոք զինվորական դառնալով չի զբաղվի քաղաքացիական կյանքի գործերով իր զորավարին հաճոյանալու համար։ Նույնպես եւ մարզիկը դափնեպսակ չի ստանա, եթե կանոնների համաձայն չմրցի։ Եվ ծանր աշխատանք կատարող հողագործը նախ ինքը պետք է բերքից վայելի։ Հասկացիր, թե ինչ եմ ուզում ասել։ Տերը քեզ իմաստություն կտա ամեն ինչում։ Ուրեմն սիրելիներս, բոլորս, եթե կոչված ենք Քրիստոսին հետևելու, մենք զինվորներ ենք։ Ուրեմն եւ պետք է չարչարակից լինենք Քրիստոսին։ Որոշակի առումով, ոչ ամբողջական։ Բայց այդ նեղություններն ու դժվարությունները մեր կյանքում պետք է լինեն։ Ահա այստեղ է այն գաղտնիքը, որ Տերն ասում է պետք է համբերատար լինեք, որովհետև այն պատերազմը, որ մենք մղում ենք, անտեսանելի պատերազմ է։ Այո, երբեմն թվում է, թե մենք պատերազմում ենք տեսանելի մարդկանց հետ, բայց այդպես չէ։ Այդ մարդիկ գործիքներ են ուղղակի սատանայի ձեռքին, որոնց միջոցով սատանան պատերազմում է մեր դեմ։ Ուրեմն մեր հայացքը պետք է ուղենք անտեսանելիին, այն թշնամուն, որ չի երևում, բայց փորձում է մեզ մոլորեցնել, եւ հասկանալ, եթե զինվոր ենք, ուրեմն ամեն օր պետք է պատրաստ լինենք այդ պատերազմին։ Ամեն օր պետք է պատրաստ լինենք զենքը վերցնելու, որ Տիրոջ խաչն է, եւ դեմ դուրս գալու բոլոր տեսակի հակառակություններին, որ խանգարում է Տիրոջ փրկությունը ճաշակելու։ Հետևաբար դուք էլ այսօրվա խորհրդի այս գեղեցիկ գաղափարի շուրջ միշտ պատրաստ եղեք պատերազմելու։ Եթե զգում եք, որ տկար եք, խնդրեք Տիրոջը եւ նա ձեզ կզորացնի, որովհետեւ դուք Քրիստոսի զինվորներն եք։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։